Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 13-րդ գլուխ Հութայի Հովաս թագավորը Հեյուի 7-րդ տարին Հովաս թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 40 տարի թագավորեց։ Իր մոր անունը Սափիա էր, Փերսափե քաղաքեն։ Հովաս ըրավ ինչ որ Տիրոջ արչև ուղիղ է այն բոլոր օրերում մեջ, երբ Հովյաթա քահանան իրեն գսորվեցներ։ Սակայն բարձր դեղերը չհանվեցան։ Ժողովուրդը դագավին բարձր դեղերու վրա զոհ գմադուցաներ ու խուն կձխեր։ Հովաս քահանաներուն ասավ. Տիրոջ դունը բերված սուրբ բաներուն ամբողջ տրամը, թվարգվելու համար անցնող մարդոց տրամը, գնահատված անձերուն տրամը, այն ամբողջ տրամը, որ մեգուն սիրտեն գպխի Տիրոջ դունը բերելու, քահանաները թող առնեն, յուրաքանչյուրը իր ձանոթներեն եւ դան ջեղքերը նորոգեն, ուր որ ջեղքը գտնվի։ Սակայն Հովաս թագավորին 23-րդ տարին քահանաները դագավին դան ջեղքերը նորոգած չէին։ Հովաս թագավորը իրեն կանչեց Հովյաթա քահանան ու մյուս քահանաները եւ անոնց ասավ. Դան ջեղքերը ինչու նորոգած չեք։ Հիմա ծեր ձանոթներեն ալ տրամ մի առնեք, հաբա զայն դվեք դան ջեղքերուն համար։ Քահանաները համաձայնեցան, որ ալ տրամ չառնեն ժողովուրդեն, ոչ ալ դան ջեղքերը նորոգեն։ Ուստի Հովյաթա քահանան սնդուկ մարավ, անոր գափարիչին վրա ձակ մփացավ եւ զայն զոհասեղանին քով Տիրոջ դունը մտնողներուն աջ կողմը թրավ։ Տրամ բահաբան քահանաները Տիրոջ դունը բերված ամբողջ տրամը հոնգը տնեին։ Եվ տեսնեին, թե սնդուկին մեջ տրամը շատսեր է, թագավորին ադենաթբիրն ու քահանայաբեդը գբարձրանային եւ Տիրոջ դունը գտնված տրամը համրելով գծրարեին։ Գշրված արձատը կորձագադարներուն Տիրոջ դան վերադեսուչներուն ցերկը գանցնեին, որբեսի անոնք վճարեն Տիրոջ դան մեջ կորձող հյուսներուն, գառուցանողներուն, որնաթիրներուն ու քարագոպներուն։ Նաեւ քնեն Տիրոջ դան ջեղքերը նորոգելու համար փայդեր ու գոպված քարեր եւ ծախսեն դան նորոգության պետք եղած բոլոր բաներուն համար։ Բայց Տիրոջ դունը բերված տրամեն Տիրոջ դան համար արձատե կավատներ, բազմագալներ, գոնքեր, փողեր ու ոսկի անոթներ կամ արձատե անոթներ բնավ չշինվեցան։ Արտարև կորձագադարներուն գուդային զայն, որբեսի անով Տիրոջ դունը նորոգեն։ Հաշիվ չէին բանջեր անոնց մե, որոնց ցերկը գանցնեին այդ տրամը կորձավորներուն դալու համար, քանի որ անոնք հավատարմությամբ գվարվեին։ Հանցանքի տրամը եւ մեղքի տրամը Տիրոջ դունը չէին մտներ, անոնք քահանաներուն կպատկանեին։ Այդ ադեն Սուրիայի Ազայել թագավորը բարձրացավ, քեթի թեմ պատերազմեցավ ու զայն քրավեց։ Հետո Ազայել իր երեսը դարձուց, որբեսի Երուսաղեմի թեմ բարձրանա։ Ուստի Հութայի թագավոր Հովաս իր հայրերուն, Հութայի թագավորներուն, Հովսափադի, Հովրամի ու Վոկոզիայի ընծայած բոլոր սուրբ բաները, իր ընծայած սուրբ բաները, նաև Տիրոջ դան եւ թագավորին դան քանսարաններու մեջ գտնված ամբողջ ոսկին արավ ու Սուրիայի Ազայել թագավորին ղրգեց։ Անալ Երուսաղեմի թեմ բարձրանալեն հրաժարեցավ։ Հովասի մնացյալ արարքներն ու անոր բոլոր ըրածները ահա Հութայի թագավորներուն ժամանակակրթության գիրքին մեջ գրված են։ Անոր ծառաները կանգնեցան, թավատրությունը գազմագերբեցին ու Հովասը զարգին Մելոնի դան մեջ, որ Սիլլայի զարիվայրին վրա է։ Անոր ծառաները Սամեթի որդին Հովզաքար եւ Սովմերի որդին Հովզափատ զայն զարգին ու մերավ։ Զայն իր հայրերուն հետ Դավիթի քաղաքին մեջ թաղեցին։ Անոր դեր իր որդին Ամասիա թագավոր եղավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։